Տապակնություն են կանչել, որպեսզի տեսնեն ինչ է, արևը հարվել է ինքն է նևրոզով կարծեմ հիվանդ է, ամեն անգամ հենց ստրեսի անգնում, տենց ալնում, էսի առաջի դեպք չի, մի քանի դեպք ա եղել, որ հիվանդը այս վիճակում է հայտնել։ Ճիշտ հասկացա, որ շտապ օգնության մեքենային թույլ չտվեցին ներս գա, իրենք ՆԳՆ իր ոստիկաններից ինչ-որ մեկին ուղարկեց բուժակներին։ Անկեղծ ասած ես ներսում եմ եղել, դուսը չեմ տեսել ինչ է կատարվում, դրա համար ես հիվանդը կողքնում եղել, որպեսզի Իսկ ո՞նց եք վերաբերվում, որ դուք շտապ օգնություն եք կանչել, բայց ՆԳՆ-ի բուժակն է գալիս։ Դե ճիշտ ասած էլ արդեն ոչինչին ոչ մանով չեմ վերաբերվում, որովհետև ինչ վերաբերվել, ամեն ինչ պարզ է, էլի վերաբերվելու ինչ կա։ Դուք եք տաղավարի։ Ես առիժմոնի փոխտնօրենն եմ։ Պարոն Ներսիսյան, այս վիճակը ինչպես եք գնահատում եւ ինչ մանրամասներ կարող եք հայտնել։ Մենք երկու շաբթի օրը հանգստյան օրը եկել ենք աշխատանքի, տեսել ենք 3 շաբթի օրը եկել ենք աշխատանքի, տեսել ենք տաղավարների 26 տաղավար կապալակնվել է եւ ոչ մի պատասխան չունենք, ոչ մեկ իմ հարցնում ես ոչ ենք չգիտենք թե ինչի համար է փակվել, տարբեր վարկածներ կա, տաղավարի տերերն էլ եկել են մեզ մոտ, մենք պատասխանել ենք, որ կներեք չենք իմանում ինչումն է հարցը, որովհետև ոչ մի իրազեկում չի եղել, ոչ մի ծանոթում չի եղել, մենք իրազեկված չենք եղել եւ չենք կարող մարդկանց հարցերը պատասխանել եւ մարդիկ էլ գնացել են քննչական կարծեմ, եկան ասեցին որ գնացել են, այնտեղից պատասխանել են, որ պետքա փակվի։ Ինչի համար խի, ես էլ չգիտեմ ճիշտ։ Դիմել եք որևէ պատկանմար, ասեցիք աշխատակիցներն են դիմել։ Իսկ մենք պատրաստվում ենք մեր իրավաբանների միջոցով այդ գործընթացը կազմակերպենք։ Պարոն Ներսիսյան, քաղաքական համարում եք այս բաները, որտեղ այդ բարձրավորները ձեր աշխատակիցներն ասում են, դեռ տարիներ շարունակ տեղ կար, ոչ մի խնդիր չի եղել։ 5 տարի տվյալ տաղավարներն աշխատում են, հարկեր են վճարում, գովազդի համար գումարներ են վճարում, մեզ չէ իհարկե բնականաբար հարկերը եւ աշխատում են բնականon հունով։ Հիմա դե քաղաքական ոնց կարող ասեմ քաղաքականա թե չէ, դուք ինքներդ լավ մեզանից լավ գիտեք թե սա քաղաքականա թե ոչ քաղաքական։ Ես չեմ ուզում քաղաքականացնեմ, պարզապես շատ բաներ իրար զուգադիպում, այդքան մի բան։ Կատնեք պարոն Ծառուկյան, ձեր սեփականատիրոջ ձերբակալություն կալանավորումը առինչ մոլի տաղավարների փակելու հետ ազուգադիպ է։ Ճիշտ ասած, մինչև պարոն Ծառուկյանին ձերբակալել է 2 շաբաթ, մինչև այդ օրը 2 շաբաթ դրանից առաջ մեզ մոտ ստուգումներ ա եղել եւ սպասում ենք ստուգումների պատասխաններին։ Կարճ ասած, այս է եղել պատմությունը։ Հետո 2 շաբթի օր իմացանք, որ այստեղ կապարակնքել են, այդքան բան։ Ընդհանուր առմամբ քանի տնտեսվարը Առիժմոնում, եթե չեմ սխալվում, 1000 տաղավար կա։ Եվ կարծեմ 2000 աշխատող էլ այդպես։ Ընդհանուր մի 3000 որտեղ մարդիկ այսպես հատվածաբար ամբողջության են մատնվում, չեն կարող հարկ վճարել, աշխատավարձ ստանալ, ինչ հանգուցալուծում պիտի գա սրան։ Պետք է խնդրենք, որ բացեն մարդիկ աշխատեն, որովհետև ինչ մեղք ունեն այս մարդիկ, այսքան տարի աշխատել են, ծրագրեր ունեն, հարկեր ունեն, վարկեր ունեն։ Ամբողջ հարցը գիտեք ինչու՞մն է, որ հիմա ճիշտ ասած մեզ հարցեր են տալու, մենք չենք կարողանում այդ հարցերը պատասխանել։ Դա ամենավտանգավորը դա է, որ դու քո դիմացին քո մենք գործատու ենք իրենց հետ պայմանագրի ունենք, չենք կարողանում մարդկանց պատասխանել։ Դա ամենավտանգավոր իրավիճակն է, որը որ խնդրեմ ստացվեց են։ Ինչքան էլ բացատրեցինք, սա պետք է բարձր մակարդակով դուք որոշեք ինչ եք ուզում անեք, մեզ մի խառնեք ձեր գործերի մեջ, որովհետև մեր հետ կապված բոլոր հարցերը կապում են քաղաքականության հետ։ Իսկ ես իրանց հիմա չեմ կարող խոչընդոտել, որովհետև մեզ ասում են դուք նստեք ձեր տեղը, ուրեմն որ չեք կարող մեր հարցերին պատասխանեք, մենք ինչ կանենք, դուք հանգարց մեզ չխոչընդոտեք։ Հիմա եթե ձեր խնդրանքի պահանջին չընդառաջեն, ինչ եք պատրաստվում անել։ Մենք օրենքի սահմաններում փաստաբանները, իրավաբանները բոլոր հարցերը կարծում եմ իրենք արդեն զբաղվում են, ուղղակի կներեք մի քիչ խառնեք եղել, չեմ կարողացել զրուցել փաստաբանների կամ իրավաբանների հետ, որպեսզի հասկանամ ինչ ա եղել, որովհետև այնքան խառը տարբեր տեղերից բաներ ա տեղ ունենում, չեն կարողանում կենտրոնանալ, որ հարցնենք թե ինչ ունա։
Ներողություն, աշխատակիցներից մեկն ասաց, որ քննչականից իրեն դասել են, որ առաջիկայում կգան, կբացեն որոշ խանութներ, որպեսզի կարողանան մարդիկ այդտեղից իրենց ապրանքը վերցնել ուրիշ տեղ տանել։ Սա միակ բանն է, որ իրենց առաջարկել են։ Սա լուծում է ստեղծված իրավիճակում։ Ես կարծում եմ դա լուծում չի, որովհետև նոր չտեսան, որ 5 տարի այդ կառուցվել է եւ ամբողջ Հայաստանում նմանատիպ վիսակավոր բարձր լարման հոսանքի տակ գտնվող լիքը օբյեկտներ կա, շատ տներ կա։ Հիմա նայեք, գիտեք ինչ կա, ես կարծում եմ, որ կարելի է այս հարցին գրագետ լուծում տալ եւ այս մարդկանց չնեղացնել։ Մեր խնդրանքն է, որ այս մարդկանց չնեղացնեն։ Եթե հարցեր կա մեզ հետ կապված, մենք պատրաստ ենք այդ հարցերին լուծում գտնենք։ Մենք պատրաստ ենք մինչև անգամ որ այս հարցին ուրիշ ձևի լուծում տալ, այսինքն դիմենք, որ թույլ տան մեր գումարներով, մեր ծախսով կամ իրենք իրենց միջոցներով, ինչու՞ չէ, որովհետև տաղավարները մեղք են, այդ մարդիկ շատ վատ վիճակում են, մարդիկ ապրանք ունեն դսերը, որ սպասում են գա։ Հիմա այս եղածներն հավաքեն ուր գնան։ Հեցին է պետք է դիմեք։ Դե բնականաբար մեր իրավաբանները այդ հարցերով կզբաղվեն, ես համոզված եմ։ Տաղավարի տերը, որի ինքնազգացողությունը հիմա վատ է, իր տաղավարն է փակված։ Այո, իր տաղավարը հենց անմիջապես փակված է, 13-ի տաղավարն է, զգացի, որ ճոճվելով գնում է, բերել եմ ներս, առաջօգնությունը տվել ենք, դեղեր տվել ենք, բայց դեռ զգացինք, որ ավելի է գնալու վատամ, քանի որ սուր նևրոզ ունի, իրեն էլ ճանաչում ենք, դրա համար շտապ օգնություն կանչեցինք։